Ինչու եք զբաղվում այստեղ Ալավերդիում։ Թոշակառու մարդն չով կարելի է զբաղվի։ Տանից դուրս է գալի, ման եմ գալիս տինդի գնում նորից տուն։ Զբաղվում չկա, բան չկա, ամեն թոշակառով ես իմ տարիքն աշխատել եմ։ Ժամանակ գործարաններ բան կար այստեղ։ Որտեղ եք աշխատել, ինչ գործարաններ կար։ Գործանը 35 տարի մենակ սմենով եմ աշխատել։ 50 տարվա ստաժ ունեմ։ Ու սենց էլի, ալավերցու պես, օրա մտնասնում ենք անցակ գնում այ բալա։ Այդ որ ասում եք Ալավերդու պես ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ լրիվ պարապ են էլի, գործ չեն անում ոչ մեկը։ Մամանա երիտասարդությունը, вообще երիտասարդությունը զբաղմունք չունի, հենց նեն սուտի մուտի դեսաղը, օրա մտնասնում անցավ, եթե գործանին աշխատել ես էլի, մենակ ստետ չի Ալավերդի, вообще, ընդհանրապես, այն դով լավը կլի։ Մարդիկ աշխատանք ունենային, ոչ բան հիմա պրոբլեմ չեն ունենա, չեն մտածի, ոնց արնենք, որ շոր արնենք, ուտելիք արնենք, այդ վարյանտն է։ Ո՞նց են անում։ Սաստան են գնում, ոչ։ Դե շնչում են էլի Ալավերդու պես էլի, հենց էդ էլի Ալավերդու պեսը։ Չէ, տենց բանիով ես չեմ հետաքրքրվեմ։ Իսկ ընտրություններին մասնակցել չեք։ Եթե կոմունիստին տեխնացիությունը դնում էին, ես միշտ գնում էի կոմունիստներին հետում, ես ինքս համել 50 տարվա կոմունիստ եմ։ Իսկ եթե ասեն կոմունիստին տեխնացիություն չեմ գնում, կամ գնում եմ բոլորին դեմ քվեարկում, կամ էլ вообще չեմ գնում։ Այդ վարյատն է, հա։ Իսկ Փաշինյանի աշխատանքը ոնց եք գնահատում։ Էլի։ 8 տարի ղեկավար է, ի՞նչ է փոխվել ձեր կյանքում։ Դե իրանք կգիտեն իրանց աշխատանքի վիճակը ոնց է, կարգը ոնց է։ Ես իմ այ բալա չեմ կարող այդ հարցիդ պատասխանեմ, որովհետև մի քիչ էլ ճիշտ ասած լսողությունը ես մի քիչ էլ վատ է։ Փաշինյանն է կամ Կարապետյանը կամ Քոչարյանը ելույթ են ունենում, այս դե ելույթին вообще չեմ ես լսում։ Ընդհանրապես ես պոլիտիկայով չեմ հետաքրքրվում։ Ինչքան էլ պոլիտիկայով չեք հետաքրքրվում, դուք մի քանի խնդիրներ թվարկեցիք, նշեցիք։ Ձեր կարծիքով ինչպիսի ղեկավար պետք է լինի, որ ձեզ հետաքրքրող այդ հարցերը Ժողովրդասիրական, որ ժողովրդի համար մտածի։ Այդ ղեկավարը մեզ պետք է որ ժողովրդի համար մտածի։ Փաշինյանը մտածում եք։ Ես իմ Օրինակ թոշակը բարձր։ ամենքն իր հերթին ոսկե սարեր են խոստանում, բայց այդ ընտրում են պրծում լրիվ մոռանում են։ Մի բան պատմեմ, դրկից ճիշտ կհասկանալ։ Մի գյուղում ժողովալում, ուզում են նախագահին հանեն։ Նախագահին անել վաղտո, ով կողմ որ նախագահին հանեն, բոլորը ձեռեն է քաշում, ասինքն լրիվ ազատ եք աշխատանքից։ Ասում է դեմ մի տարիքա որ հասակոմար ձեռավ է քաշում, թե ես դեմ եմ, թե ինչի այնքեր։ Ասում անկերն է, այս նախագահը լավ կերել է, լավ խմել է, լավ փող աշխատել, ավտոնի, տուն ունի, լրիվ ասում է, էլ ոչ մի բան չունի, հիմի ասում է մեր համար կմտածի։ Հիմի որ ուրիշին բերեք դրիկ, հիմա նա տելի դամա մտածի, մենք էլի նույն ձևի մնալու ենք։ Այդ նույն վարիանտն էլ այ բալա։ Որն էլ ընտրվեց էլի ժողովուրդը նույն ձևի մնալու է։ Առաջ խաղացում չկա։ Այդ նույն վարիանտն է։ Թոշակը բարձրացել են։ Դա թոշակը 5 ման է հավելացնում, այն լրիվ ելածը 10 ռուբլի ավելացնում, 10։ Ինչ տարբերություն ավելացա, չավելացա, տան վարձը թանկացրուց։ Ավելացածը ետ իրանց ենք տալի, էլի։ Հացավը տանեմ Այդ դե։ ընտրություններից առաջ է, կաշեպ չի։ Այդ նա գիտի ինչ անում, ասում է, փիղի գիտի ինչ թրջունա, նա իր ընտրությունների ժամանակ թոշակն ավելացուց, դեռև թոշակառուն են, որ գնան իրան ընտրեն, էլի, այդ վարիանտն է։ Դարձել խաղ են խաղանում, էլի։ Բայց լսել եք, որ ասում են, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ես այդպես բան էլ լսել եմ, ինքն է բան որ պատերազմ չլի։ Այդ եթե Պուտինը չլին, դով պատերազմ կլի, Պուտինն է սաստի հարարում։ Արտաքին պարտքը 6 միլիարդ էր, հիմա դարել է 14 միլիարդ։ Սելա դուք ինձ փող եք պարտելացը ջուրը վեկալա, լույսը վեկալա, եք ուծելու Ղարաբաղ ասիլտի իմնա, այդ մի օրն էլ ասի Հայաստանն իմնա։ Երբ որ մտնեմ Եվրոսայ, Եվրոմիություն, այն դու կարող է մի քիչ գործերներս կարգավորվի։ Իսկ
ադրբեջանցիների հետ խաղաղության մասին ինչ եք մտածում, ասում են պետք է բարեկամություն անենք։ Լրիվ ղեկավարության երեսից է, որ ժողովուրդը տուժում է։ Ղեկավարությունն է, ինչ անում է, ցուգը գլխից նավոտում, այ բալա, ինչ ասեմ ես։ Մակեդոնացում ոնց են թաղել։ Ձերն են նսենցած, այսինքն լավ ունեցել է, բայց դարդակ ձեռով գնացել է։ Նույնն էլ իրանք տենեկ ուծել որ տենցել են։ Չգիտեմ արդեն էլ։